չլինումու միև այն ամենաիրական պատմություն, որը եփել է ծովերի ու ցամաքի վրա։ Եվ այսպես լինում է չի լինում մի աղջիկ, ով ապրում էր անսահման օվկիանոսի խորքում։ Այո, դուք ճիշտ լսեցիք։ Նա ապրում էր ջրում, որովհետև նա ջրահաս էր։ Բաց ծովում ջրուզու լարում ա։ Բայց նաև այնտեղ շատ խոր, ոչ մի խարիսկ չի հասնում։ Ամենախորքում կանգնած է ծովերի արքայի մարգարտե տղյակ։ Նա ումլիվեց դուստր։ Իհարկե, բոլորն էլ գեղեցիկ, երկար ու փարթամ մասերում, բայց ամենափոքրիկը տարբերում։ Նա նուրբ ու թափանցիկ, ծովի պես խոր ու կապույտ աչքեր, բայց բոլոր ջրահասների նման նա չուներ ոտքի, այլ միայն ձգան պոչ։ Ջրահասն ամենաշատը սիրում էր լսել վերևում ցամաքին ապրող մարդկանց մասին պատմություն։ Ձեր տատիկը պատմում էր նրան ամեն ինչ գիտեր, ծովերի, քաղաքների, մարդկանց ու կենդանիների մասին։ Ջրահասին ամենաշատը զարմացնում էր այն, որ ի տարբերություն ծովի ծաղիկների ցամաքում ծաղիկները ուռում են, իսկ թռչունները երգում ծովերի նիստ։ Թռչունները երգում են, վերևում ձայներ շատ, իսկ մեզ մոտ լռություն։ Երբ կրանաձեր 15 տարի ձեզ էլ կթողնել բարձրանալ ջրի մակերես, և դուք կտեսնեք հեռվում լողացող նավերը, լեալուսին ու մարամուտը, ու մարդկանց։ Մենք խոստացել ենք իրար պատմել այն, ինչ կտեսնենք վերևում։ Տատիկի պատմությունները մեզ քիչ են։ Տատիկ, վերև բարձրանալու քո ժամանակ, արևն արդեն այն է։ Շտապ